Ես պատերազմի եռագլուխ կուսակցությանը ասում եմ, այդ 3400 տան շահառուների մեջ ոնց որ ձեր ռեկլամներում եք ցույց տալիս։ Եկեք ցույց տվեք, թե ով է Սաֆարով ազգանունով մարդը։ Եկեք ցույց տվեք։ Մեր 500 մանկապարտեզները, որ կառուցել ենք, եկեք ցույց տվեք, ով է Սաֆարով ազգանունով երեխեն։ Բժշկական ապահովագրությունը, որ արել ենք, եկեք ցույց տվեք, ով է Սաֆարով ազգանունով շահառուն։ Եթե ցույց տաք, դա ընդամենը հերթական ապացույցն է, որ դուք լրտես եք, որ դուք գործակալ եք, որ դուք ուզում եք այս գյուղերում մարդ չապրի, դուք ուզում եք այս գյուղերից մարդկանց հանեք, որ այս մարդկանց հողերում ցորեն ու պլանց հանեք, ոնց որ նախորդ շրջանում արել եք, եսա ձեր ուզածը։ Բայց որոշողը ժողովուրդն է, ժողովուրդ ջան, ես էլ եմ ասում, այն ինչ որ գրածա, այն ինչ որ ասվածա, 2026 թվականի հունիսի 7-ին դուք պետք է այդ գրած տեքստը կարդաք, այդ գրած ազգանունը կարդաք, պետք է կամ Սաֆարյան կարդաք, կամ Սաֆարով կարդաք, դա ձեր իրավունքն է եւ ձեր ընտրությունն է, եւ ինչ էլ կարդաք են ստանալու եք, Սաֆարյան կարդաք, ստանալու եք Սաֆարյան, Սաֆարով կարդաք, ստանալու եք Սաֆարով, որովհետեւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ձեզ մեզ ներքաշելու է պատերազմի մեջ եւ մենք այդ պատերազմում մնալու ենք մենակ, ինչպես նախկինում ենք մնացել մենակ, մեզ դուխ են տալու, ասեն գնացեք Սասուն, հասեք Վան եւ Վանի ու Սասունի ճանապարհին մենք եղբայրական գերեզմաններ ենք ունենալու միլիոնավոր ոսկորներով, ինչպես արդեն մի անգամ ունեցել ենք, մենք մեր պատմությունից պետքա դասեր քաղենք, այդ պատմությունը մեզ ասում է մի բան, որ քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ մեզ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ, օգտագործում են եւ դեն են շպրտում, այդ օգտագործման արդյունքում մենք ստանում ենք ցեղասպանություն։ Ավելին իմանալու համար հետևեք մեզ։